Մեր հեռուստադիտողին բազմից ենք ներկայացրել Սայաթ-Նովա Աշուղական դպրոցի սաների ելույթներն ու նրանց գրանցած հաջողությունների մասին։ 2025 թվականը նրանց համար հաջողություններով լի տարի էր ու ապագայում նրանց սպասվում է կրկին եռուն աշխատանք։ Սայաթ-Նովա Աշուղական դպրոցի ամփոփումը նրանց վարպետ Հայաստան Իսպիրյանի մեկնաբանությամբ։ Առաջիկայում հետո անդրադառնանք, բայց սկզբից 25 թիվը մեր հունվարից փետրվարին կսկսվի մեր փառատոնները, ու մենք հաջողություններ ենք ունեցել եւ Երևանում, եւ Թբիլիսիում, եւ Քոպուլետիում, միշտ եղել համերգային ծրագիր ու միշտ եկել ենք առաջի տեղերով, եղել է Երևանում, եղել է որ չենք ունեցել երրորդ տեղ ենք առել, բայց վասնավնում մենք ունեցել ենք միշտ մեծ հաջողություններ ու միշտ ունեցել ենք համերգային ծրագիր, ավելի շուտ փառատոններ են եղել, համերգային ծրագիրներ չեն եղել։ Նո համերգային ծրագիր կուզեինք Սայաթ-Նովա անսամբլով ունենայինք երկի համույթով ունենայինք համերգային ծրագիր, այդ թողնենք 2026 թվին ու վերջի մեր եղել է Art Music-ը, Մեղեդի փառատոնն է եղել ու եղել է Արևոտ Վրաստան փառատոնը, ավելի շուտ ես սիրում եմ Վրաստանը փառատոնը եւ ստացել են երեխեքը Grand Prix, ես ստացել եմ շքանշան, էդի կանդրադառնանք 26 թվին, 26 թիվը սկզբից երևի արդեն կունենանք համերգային ծրագիր, ոչ փառատոն, էդիկ արդեն Սայաթ-Նովա խմբի կատարմամբ հները, նորերը, մի հատ կուզեմ որ լավ 26 թվին լավ համերգային ծրագիր ունենամ։ Դե մենակատարը ես կլինեմ աշակերտներուս հետ, իմ հին ու նոր աշակերտներս ներկա կլինին, հույսով եմ հրավեր կա իրանց ու իրանք կգնան մասնակցեն ու շատ հետաքրքիր կլինի եւ ձեզի կհրավիրենք որ դուք ներկա լիք ու մեզի հետ լիք միշտ